Ողջույն բոլորին, սիրելիներս, այսպիսի անուշաբույր, համեղ, հոտավետ, հայկական, ամենահայկական գաթաներ պատրաստելու համար ընդամենը մեզ անհրաժեշտ է 1 ժամ թխելներ հետը միասին։ Ինչպես եք հարազատներս, այսօր պատրաստում ենք հայկական ավանդական շատ համեղ չրեղենով, ընդեղենով գաթա, մածունով գաթա։ Մնացեք իմ հետ, բաղադրատոմսը ինչպես միշտ կլինի տեսանյութի ներքևում, իսկ ես ընթացքում ասում եմ, որ բաղադրիչից որքանի անհրաժեշտ։ Ուրեմն, այս համեղ գեղեցիկ գաթաները պատրաստելու համար մեզ ինչ է հարկավոր։ Ալյուր, կարագ, ես կես մարգարին, կես կարագ եմ օգտագործելու, ձու է անհրաժեշտ թթվասեր կամ մածուն, վանիլին, սոդա։ Շաքարավազ խմորի մեջ չենք օգտագործում, սիրելիներս։ Ընդհանուր 250 գրամ մարգարին եւ կարագ է, այս անգամ կես-կես եմ արել, խոհանոցում ունեի մարգարին, շերտավոր խմոր էի պատրաստել, մի քիչ մնացել է, պետք է օգտագործենք, այնպես որ դուք կարող եք լրիվ կարագ օգտագործել կամ ամբողջությամբ մարգարին։ Ուրեմն, ալյուրը 800 գրամ է առայժմ։ Հնարավոր է, որ խմորը բացելուց, օգտագործելուց մի քիչ ավել ու պակաս պահանջվի եւ հետո ալյուրից ալյուր տարբերություն է տալիս։ Արագ-արագ հիմա քերիչի միջոցով կամ թեկուզ դանակով, ում ինչպես հարմար է, մանրացնում ենք կարագը։ Թթվասերը կամ մածունը, ես այս անգամ թթվասերով եմ պատրաստելու, ճիշտ է ասում ենք մածունով կլոր գաթա, բայց թթվասերով ենք հիմնականում պատրաստում, որովհետև ավելի համեղ եւ ավելի լավ է ստացվում խմորը։ 400 գրամ է, մոտավորապես 2 բաժակ։ Եվ 2 ձու ենք օգտագործելու, 1 թեյի գթալ սոդա ենք օգտագործելու, մի փոքրիկ էլ վանիլի։ Մոռացա նշեմ, որ բաղադրիչները պետք է լինեն սառնարանային, ոչ թե սենյակային ջերմաստիճանի։ Ամեն դեպքում խորիզը պատրաստելուց միշտ դնում ենք հանգստանա, մոտավորապես 30 րոպե, 1 ժամ, եթե ժամանակ ունենք, որքան երկար հանգստանա խմորը սառնարանում, այնքան լավ, որովհետև ավելի լավ է ստացվում խմորեղենը։ Ինչպես միշտ ես ժամանակ չունեմ, երկար չեմ թողնելու հանգստանա, վերջ, սա այսպես, հիմա խմորը մի թեթև, այսպես, այնպես ենք անում, որ ալյուրն ու կարագը լավ տրորվեն իրար հետ, հետո նոր ավելացնելու ենք ձուն, թթվասերը և մնացած բաղադրիչները։ Սիրելիները, սոդայի փոխարեն կարող եք օգտագործել խրեցուցիչ 2 թեյի գթալ, որովհետև սոդայի բաղադրությունը ավելի խիտ է։ Այսպես։ Վանիլին և 1 թեյի գթալ սոդա, լիքը թեյի գթալ, այդքանն էլ բավական է, էլի խառնում ենք, հիմա ձեռքերս առանց լվանալու հենց արագ-արագ պատրաստում ենք, ձուն ավելացնում եմ թթվասերի վրա, այսպես մի հատ տրորում ենք, որ խմորի մեջ դեղնուցը հետո դժվար է լուծվում, հեղուկ մասան խորհուրդ եմ տալիս, լավ տրորեք, նոր ավելացրեք ալյուրին, այսպես, ավելի հեշտ է ստացվում և խմորը ավելի էլաստիկ ու գեղեցիկ է ստացվում, տեսնում եք, ավելացնում ենք, վերջ, այսքանն է, հիմա պետք է հավաքենք խմորը, իսկ խմորը ինչպես են հավաքում, իհարկե հունցելու, խնամքով աշխատելու շնորհիվ, այօրինակ շատերը ալարում են հունցեն, հետո ասում են ալյուր ենք ավելացրել, պինդ է ստացվել, սիրելիներս երկար հունցեք, մի վախեցեք, այ կտեսնեք, որ գեղեցիկ հավաքվելու է ու գեղեցիկ խմոր է ստացվելու։ Տեղափոխում ենք սեղանին, արդեն ձեռքերով սիրուն հունցում ենք, հավաքում ենք խմորը, սարքում ենք մի լավ գունդ, էլաստիկ գունդ պետք է ստանանք սիրելիներս։ Վերջ խմորս հավաքվեց, սիրելիներս, նուրբ, գեղեցիկ, առանց ալյուր ավելացնելու, խնամքով նույնիսկ կարող եք մի քանի անգամ սեղանին խփել, ծեծել խմորին, խնդիր չկա, դնում ենք հանգստանա մինչև մոտավորապես 30 րոպե։
Սիրելիներս, այս անգամ խորիզը նախապես եմ պատրաստել, որպեսզի արագ ստացվի, արդեն շատ տեսանյութեր ունեմ, որտեղ պատրաստում եմ խորիզ, ունեմ նույնիսկ առանձին տեսանյութ, ինչպես պատրաստել համեղ խորիզ, 150 գրամ ալյուր, 150 գրամ շաքարավազ և 100 գրամ կարագը լավ տրորում ենք, ինչպես նաև վանիլին, լավ տրորեք այնքան, որ ստացվի այսպիսի գեղեցիկ զանգված, որ այսպես բռնում եք, ինքը պնդանում է, հետո մի փոքրիկ հպումով փշուր է գալիս, ընտիր խորիզ է ստացվում, այդ չափերը շատ ճիշտ են, 150 գրամ շաքարավազը, 150 գրամ ալյուր և 100 գրամ կարագ, ամենալավ չափն է, բայց այս անգամ ավելացնում ենք տարբեր տեսակի ընկույզ, չիր, չամիչ, նուշ, պնդուկ, ինչ ուզում եք, տարբեր տեսակի չրեղեն ավելացրեք, ինչ սիրում եք, հիմա մի փոքրիկ ուղակի, շատ չենք մանրացնում, դանակի միջոցով կմանրացնեմ և ավելացնեմ խորիզին, հրաշք գաթաներ են ստացվում այս տարբերակով, խորհուրդ եմ տալիս, ու մեկ էլ այս ամենը ես նախորոք լվացել եմ, ես միշտ ունենում եմ սառնարանում, տեղում չլվանաք, որպեսզի ձեր խորիզը թաց չստացվի, նախորոք արեք ամեն ինչը սիրելիներս, որպեսզի համեղ ստացվի, մի փոքրիկ, շատ չենք մանրացնում, կարող եք ծիրանի, սալորի չրեղեն ավելացնել, ով ինչ սիրում է, սա կոչվում է խառը չոր մրգերով, ընդեղենով, համեղ գաթա ու հետո մի լավ խառնում ենք։ Տեսեք որքան գեղեցիկ է ստացվել։ Վերջ, հիմա խմորը սառնարանից դուրս ենք բերում և պատրաստում ենք մեր համեղ գաթան, սիրելիներս, ջեռոցը նախապես միացրեք, թխելու ենք 170 աստիճանում, որպեսզի համեղ ստացվի, վերևը ներքևը միացված, եթե օդափոխիչ ունեք, օդափոխիչն էլ նույնպես միացված։ Խմորը բաժանում եմ երկու մասի, մի փոքրիկ ալյուր եմ դրել, որպեսզի ալյուր եմ օգտագործելու, բացելուց մի փոքրիկ խորհուրդ է տրվում։ Այնքան գեղեցիկ խմոր ենք ստացել, փափուկ, սիրուն խմոր է։ Շատ քիչ, այսպես ալրոտում ենք ու գրտնակով նուրբ բացում ենք։ Եթե շատ բարակ եք սիրում, շատ բարակ բացեք, հաստ եք սիրում, հաստ բացեք, միևնույնն է համեղ է ստացվել, ամենակարևորը խորիզը շատ լցրեք, առատ խորիզ լցրեք, որպեսզի ձեր գաթան համեղ ստացվի, որովհետև գաթայի համն ու հոտը հենց մեր պատրաստած խորիզն է։ Հիմա խորիզից դնում ենք կենտրոնում, ես երկու մասի եմ բաժանում մոտավորապես աչքաչափով խորիզը, այսպես, ու սենց, սիրում, եզրերով, խնամքով, հավաքում ենք դեպի կենտրոն, նուրբ ենք աշխատում, որպեսզի ինքը նուրբ խմոր է, փափուկ խմոր է, նամանավանդ, որ ընկույզ, պնդուկ է պարունակում, սիրելիներս, որպեսզի չծակվի խմորը, որ ծակվի էլի խնդիր չէ, ես միշտ էլ ասել եմ, մեր խմորն է, մերն է, ոնց ուզենք, այնպես էլ անելու ենք, ուղղակի այսպես լավ ամրացնում ենք, զգուշությամբ շրջում ենք ու արդեն մեր ուզած չափով տափակեցնում ենք։ Դնում ենք թավայի մեջ, ձեռքերով եթե ուզում եք, կարող եք այսպես եզրերը ուղղակի, այսպես նախշեր անել, բայց սա պարտադիր պայման չէ, սիրելիներս, ուզում եք արեք, ուզում եք մի արեք, ուղղակի ձև ենք տալիս, միևնույն է թխվելուց ինքը այսպես չի մնալու, մի քիչ ձևափոխվում է ամեն դեպքում, բայց փորձում ենք, հետո ձու ենք քսելու, պատառաքաղով էլ նախշեր ենք անելու,
և ուղարկելու ենք ջեռոց։ Մեկ ձուն, ամբողջական ձուն, մի լավ այսպես կտրորենք, այս անգամ ձուն լավ դեղին չէ, հույս ունեմ, որ գեղեցիկ կստացվի գաթաս։ Սովորաբար լավ դեղին է լինում այստեղի ձուն, բայց այս անգամ սպիտակ է, ոչինչ, այսպես էլ կլինի։ Մի լավ տարածում ենք ձուն և սպիտակուցը իրար հետ, այս անգամ այդպես ենք անում։ Լինում է, որ կաթով եմ բացում առանց սպիտակուցի դեղնուցը, երևի ովքեր որ տեսել են իմ մնացած տեսանյութերը կհիշեն։ Նույն ձևով մյուս գաթան կպատրաստենք և կթխենք։ Վերջ, խում ենք 170 աստիճանում, մոտավորապես, իհարկե կախված է գաթայի չափից, 25-ից 30 րոպե, մինչև գեղեցիկ կարմրաթույր լինելը։ Երկրորդ գաթան եմ պատրաստում։ Մեր գաթաները պատրաստ են, սիրելիներս, մի փոքրիկ հովանակ կարող ենք արդեն կտրել։ Ամբողջ խմորի մեջ միայն խորիզ է, այդպես առատ եմ սիրում, սիրելիներս, տեսեք, կարելի ասել խմորը չի երևում, ներքևի հատվածից մինչև վերևի հատվածը խորիզ է, չլեղենով լի, էլ չասեմ բուրմունքը, ես գաթայի բույրը, որ տարածվում է ամբողջ տնով, ամբողջ խոհանոցով, նույնիսկ մեր հարևաններն են հիմա հաստատ զգացել, ես միշտ հյուրասիրում եմ մեր հարևաններին, նամանավանդ երբ որ հայկական որևէ բան եմ պատրաստում, որովհետև ուզում եմ, որպեսզի նրանք էլ ծանոթանան մեր հայկական ավանդական ուտեստներին, քաղցրեղենին եւ այլն, մի խոսքով։ Սիրելիներս, ես հիմա կհամտեսեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Պատրաստեք մեր հայկականը, անուշարեք մեր հայկականը, ու թող բոլորիս համար բարի զատիկ լինի, Տեր Աստված, խնդրում եմ, թող հայ ազգիս համար միայն բարի ու բարի օրեր լինեն։ Ես ամբողջը կուտեի, շատ համեղ է։